Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ։ Փաստինֆոյետերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրության։ Ուկրաինայի հարցում Միացյալ Նահանգները եւ Եվրոպական միությունը այդպես էլ չեն կարողանում գալ ընդհանուր հայտարարի։ Մենք հայտնել էինք, որ նախորդին հրապարակվեց Միացյալ Նահանգների նախագահ Տրամպի կողմից հաստատված պլանը ուկրաինական հակամարտության կարգավորման հետ կապված, այն բաղկացած էր 28 կետից։ Խոսեցինք այդ կետերի մասին, բայց պարզվում է, որ Եվրոպական միության անդամ պետությունները, ովքեր ներկայանում են իբրև Զելենսկու դաշնակիցներ, բայց իրականում իրենց աշխարհաքաղաքական շահերն են փորձում պաշտպանել այս համատեքստում, համոզում են Զելենսկուն հրաժարվել այդ կետերից կամ առնվազն որոշակի փոփոխություններ կատարել։ Սրան հակընդդեմ Եվրոպական միությունը ներկայացրեց 24 կետից բաղկացած իր ծրագիրը, որտեղ ըստ էության նշված չէր, թե իրականում հակամարտության կողմ հանդիսացող Ռուսաստանը ինչ է ստանալու այդ ամեն ինչից։ Քանզի այն կետերը, որոնք ներկայացվեց Եվրոպական միության կողմից, վերաբերվում էին միայն Ուկրաինայի իրավունքների պաշտպանությանը, Ուկրաինային տրվող տարածքներին եւ ուկրաինական սահմանադրության փոփոխության հարցը առհասարակ հանվում էր այդ կետերից։ Մինչդեռ այդ հարցի վերաբերյալ պնդում էր իրականացնում հենց Ռուսաստանի Դաշնությունը, քանզի եթե հիշում ենք, խոսքը առաջին հերթին ՆԱՏՕ-ի անդամակցության հետ էր կապված եւ պահանջում էին, որպեսզի սահմանադրության մեջ անգամ ֆիքսվի, որ Ուկրաինան չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ եւ առհասարակ որևէ դաշինքի անդամ չի կարող։ Գործը հասավ այնտեղ, որ Միացյալ Նահանգները որոշեց անձամբ միջամտել այս ամենին եւ 3 բավականին ուշ տևած բանակցությունների արդյունքում կարծես թե կողմերը եկել են համաձայնության, որ Զելենսկին ամեն դեպքում պետք է ընդունի Տրամպի առաջարկները, բայց ամեն դեպքում որոշ վերապահումներով։ Միացյալ Նահանգները շարունակում էր պնդել եւ ըստ եվրոպական մամուլի հասել է իր նպատակին այն առումով, որ Ուկրաինան ամեն դեպքում համաձայնվել է երկու կետի, որ զորքերը պետք է դուրս բերի Դոնբասից եւ որ ամենակարևորն է ՆԱՏՕ-ի հետ կապված հարցը առհասարակ պետք է հանի իր արտաքին քաղաքականության օրակարգից ավելին ՆԱՏՕ-ն ինքը պետք է ընդունի որոշում, որ Ուկրաինան երբեք չպետք է լինի ՆԱՏՕ-ի կազմում։ Ինչևէ, բանակցությունները շարունակում են եւ այստեղ դեռ հայտնի չէ, թե ինչպեսի դիրքորոշում ունի Ռուսաստանի Դաշնությունը։ Մի անգամ Ռուսաստանի նախագահը այս արդիվ ասեց, որ իրենք կարող են ընդունել այս պայմանները եւ խաղաղության գնալ, բայց այնպես չէ, որ ռազմական ճանապարհով իրենք չեն կարող հասնել իրենց արժեվ դրված խնդիրների լուծմանը։ Իսկ ինչով է պայմանավորված Եվրոպական միության ղեկավարների այս անհանգստությունը։ Հեռու ենք այն մտքից, որ նրանք մտածում են շարքային ուկրաինացիների մասին։ Բնավ, Եվրոպական միությունն այսօր երկու խնդիր է փորձում լուծել։ Առաջինը, շատ լավ հասկանում է, որ Տրամպի առաջարկած պլանում իրենք ընդհանրապես չկան, ավելին բանակցությունների սեղանի շուրջ իրենք չկան։ Եվ հիմա եվրոպացիները ցանկանում են գոնե առնվազն ներկայացված լինել բանակցային գործընթացում, լինել բանակցությունների սեղանի շուրջ կամ ինչպես ասում են, դրա փոխարեն չլինել բանակցությունների սեղանի վրա։ Եվ երկրորդը, Եվրոպական միությունը շատ լավ հասկանում է, որ եթե խաղաղությունը հաստատվեց, իրենք բախվելու են ներքին բավականին սուր խնդիրների, որոնք մեծ մասամբ ունեն սոցիալական բնույթ, եւ այդ առումով ուղղակի հնարավոր չի լինելու խուսափել արտահերթ ընտրությունների։ Եվրոպական միության քաղաքացիներն էլ շատ լավ հասկանում են, որ ուկրաինական ճգնաժամի պատճառով է նաև, որ իրենք ամեն օր ավելի վատ են սկսում ապրել։ Եվ դա պատասխան է պահանջում, եւ այդ պատասխանը բնականաբար պահանջելու են Եվրոպական միության ղեկավար կազմից եւ յուրաքանչյուրից համապատասխան պետություններում։ Դրանով է նաև պայմանավորված, որ Եվրոպական միությունը ամեն կերպ փորձում է ձգձգել պայմանագրի ստորագրումը եւ նախընտրում է շարունակել պատերազմը, ինչպես ասում են, մինչեւ վերջին ուկրաինացին։ Ինչևէ, Ռուբիոն լքել է արդեն Շվեյցարիան, որտեղ նախորդին հանդիպում էր տեղի ունենում Եվրոպական միության անդամ երկրների ղեկավարների հետ եւ քննարկում էր բնականաբար ուկրաինական հարցը։ Եվ լքել է այն հույսով, որ ամեն դեպքում Ուկրաինան կհամաձայնվի ստորագրել այդ խաղաղության պայմանագիրը։ Հակառակ պարագայում, ինչպես Տրամպն էր նշում, եթե Ուկրաինան այս անգամ էլ է հրաժարվում, ապա նա ունի մեկ ճանապարհ՝ փորձել ռազմի դաշտում հաղթել եւ փորձել սեփական ուժերով հասնել իր համար ընդունելի պայմանների առաջխաղացմանը։ Իհարկե, Միացյալ Նահանգները այլևս չի օգնելու Ուկրաինային եւ մեծաշուտ չի էլ օգնում։ Վերջին շրջանում Միացյալ Նահանգները բավարարվում է միայն հետախուզական տվյալներ փոխանցելով։ Միացյալ Նահանգները ուղղակի գումար է աշխատում Եվրոպական միության հաշվին, ովքեր հենց պատվիրում են Միացյալ Նահանգների ռազմական գործարաններում այն անհրաժեշտ զինամթերք եւ սպառազինությունը, որոնք պետք են ուկրաինական ճակատին։ Բայց արդեն փորձագետներն են նշում, այդ թվում նաեւ ուկրաինացի փորձագետները, որ ժամանակը վաղուց բաց է թողնված։ Եթե հիմա ամբողջ աշխարհի զենքն էլ
մատակարարեն Ուկրաինային, ըստ էության իրատեսական չէ ռազմի դաշտում ուկրաինական կողմի հաղթանակը։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե իրադարձություններն այստեղ ինչպես են զարգանում։ Երկրորդ թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, մեր հարևան Իրանի հետ է կապված։ Իրանի հետախուզության ղեկավարն է անհանգստություն հայտնում, որ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները ցանկանում են ուղղակի վերացնել Իրանի ղեկավարությանը։ Բնականաբար խոսքը գնում է առաջին հերթին հոգեվոր եւ զինվորական ղեկավարության մասին, քանզի քաղաքական ղեկավարության հետ կարծես թե եւ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը փորձում են ընդհանուր լեզու գտնել եւ դա կարծես վատ չի ստացվում։ Իրանցի տեսաբանները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ նախորդ հանդիպման ժամանակ եւ որոշում էր կայացվել հարվածներ հասցնել Իրանին, Իրանի մայրաքաղաքը կիսոպչափ դատարկված էր։ Սա ինչ կապ ունի թեմայի հետ, կլինի իհարկե բնականon հարց։ Կապը ուղղակիորեն է։ Իրանցի փորձագետները նշում են, որ բավականին հեշտ է կիսադատարկ քաղաքում հարվածներ հասցնել կառավարական թաղամասին, քանզի ակնհայտ է, որ ղեկավարները չեն լքելու Թեհրանը եւ հասարակ քաղաքացիների Թեհրանից արտահոսքի դեպքում եւ նրանց տեղահանման դեպքում բավականին հեշտ կլինի հետեւել ղեկավար կազմի տեղաշարժերին եւ կետային հարվածներ հասցնել նրանց։ Նախորդ հարվածների ժամանակ Իրանի մայրաքաղաքը կիսոպչափ դատարկված էր, քանզի տոն օրեր էին եւ բնակչությունը հիմնականում գտնվում էր լեռնային հատվածներում եւ իրենց ամառանոցներում։ Եվ հիմա իրանցի փորձագետներն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ եւ այսօր եւ վաղը եւ մյուս օրը մինչեւ չորեքշաբթի Իրանի ղեկավարը մտադիր է երկարացնել արձակուրդները եւ Իրանի բնակչությանը հնարավորություն տալ հեռանալ Թեհրանից եւ հանգստանալ լեռնային հատվածներում եւ ամառանոցներում։ Իրանցի փորձագետները սա պատահական չեն համարում։ Այնպեսի տպավորություն է, որ Փեզեշքյանը մտադիր է իր քաղաքական հակառակորդների հետ հաշիվը մաքրել թշնամիների միջոցով։ Ինչքանով դա նրան կհաջողվի, այլ հարց է, բայց մի բան ակնհայտ է, որ բավականին վտանգավոր խաղ է սկսել դոկտոր Փեզեշքյանը, որը կարող է հակառակ արդյունքն ունենալ։ Հիշեցնեմ, որ ժամանակին Փեզեշքյանն առաջարկում էր տարհանել Թեհրանը, եթե հնարավոր չլինի լուծել ջրի հարցը։ Մենք այդ մասին նաև անդրադարձել ենք մեր հաղորդումներում։ Հիմա պարզվում է, որ ըստ էության ոչ թե խնդիրը ջրի հարցն է, Թեհրանը դատարկել է եւ Փեզեշքյանը կարծես ամեն առիթ փորձելու է օգտագործել Թեհրանի բնակչությունը տարհանելու եւ ըստ էության հնարավորություն տալու Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին ի կատարածելու իրենց պլանները Իրանի ռազմաքաղաքական, բայց ավելի ճիշտ քաղաքական, բացի ռազմական եւ հոգեվոր ուրեմն իշխանության վերացման համար։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե իրադարձությունները Թեհրանում ինչպես են զարգանալու։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Մերձավոր Արևելքի հետ է կապված դիցուք Սիրիայի։ Վերջերս Հայաստանի եւ Սիրիայի արտաքին գործերի նախարարները բանակցություններ էին վարել, հեռախոսազրույց էին ավելի ճիշտ ունեցել եւ կարեւորել էին հարաբերությունների հաստատումը։ Բայց այժմ չեմ ցանկանում խոսել հայ-սիրիական հարաբերությունների մասին, խոսենք Սիրիա-Թուրքիա հարաբերությունների մասին։ Եթե հիշում եք, Աշ-Շարան նվազագույնը հնարավորություն ունեցավ գալ իշխանության այս Թուրքիայի միջոցով եւ թուրքական ֆինանսավորումն էր, որ հնարավորություն տվեց Աշ-Շարային պայել իր ջոկատները եւ արշավել դեպի Դամասկոս եւ վերցնել իշխանությունը։ Եվ Թուրքիան իդեմս նրա ղեկավարի սպասում էր, որ առաջին քայլը, որ պետք է անի Աշ-Շարան եւ առաջին այցը, որ պետք է անի Աշ-Շարան, դա պետք է լիներ Անկարան։ Եվ Թուրքիայի հետ պետք է ստորագրվեր ռազմավարական համագործակցության պայմանագիր եւ դառնային նրանք ռազմավարական դաշնակիցներ, բայց պարզվում է, որ Աշ-Շարան չի շտապում դեռևս մեկնել Թուրքիա։ Նա շարունակում է այլընտրանքային ճանապարհներ որոնել Սիրիայի միջազգային իրադրությունը բարելավելու համար։ Սա բնականաբար դուր չի գալիս Էրդողանին։ Շարան դուրս է գալիս բնականաբար թուրքական հսկողության տակից, շատ լավ հասկանալով, որ եթե վերջինս փորձի ռազմավարական համագործակցության պայմանագիր ստորագրել Թուրքիայի հետ եւ դառնալ նրա դաշնակիցը, ապա Սիրիայի ներսում կորցնելու է իր լեգիտիմությունը եւ բնակչությունը սկսելու է ուղղակիորեն չվստահել նրան, համարելով թուրքական դրածո։ Այս ամենը Սիրիայի ժամանակավոր ղեկավարությունը շատ լավ հասկանում է, բայց խնդիրն այն է, թե ինչքան կհանդուրժի այս ամենը Էրդողանը եւ արդյոք նոր գործողությունների ականատես չենք լինի մենք Սիրիայում։ Սիրիան մեզ համար կարևոր պետություն է, քանզի այնտեղ կա նաեւ հոծ հայկական բնակչություն եւ ինչքան Աշ-Շարան հեռու լինի թուրքական իշխանություններից եւ Թուրքիայի ազդեցությունից, այնքան մեր հայրենակիցները կարծում ենք ավելի անվտանգ պայմաններում կապրեն։ Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք եթերում։